Ուկրաինան մտադիր է արդեն այս տարի կազմակերպել խաղաղության երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել հակամարտությանը, այլ ոչ թե բազմակետ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո։ Մենք շահագրգռված ենք խաղաղությամբ, մենք պետք է առավելագույնս ուժեղացնենք Ուկրաինան, որպեսզի արդեն այս տարի կազմակերպենք երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել այս պատերազմին, ասել է Զելենսկին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի գործողություններին Ամերիկայի Միացյալ Նահանգները առնչություն չի ունեցել։ Հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության ոլորտում հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։ ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել այդ միջադեպերի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։ Նրա խոսքով ԱՄՆ-ն շարունակում է ամեն օր կապ հաստատել իսրայելցի գործընկերների հետ Գազայի հատվածում եւ Լիբանանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մեր ինտենսիվ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտական լուծումը ցանկացած ռազմական հակամարտության էսկալացիայից խուսափելու լավագույն միջոցն է, հավելել է նա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունն ընդունում է, որ իր աշխատակիցները սխալներ են թույլ տվել հաղորդակցության եւ համակարգման մեջ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հուլիսյան մահափորձի ժամանակ, ասել է ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոնալդ Ռոուն։ Գաղտնի ծառայությունը հստակ ուղղություն կամ ուղեցույց չի տրամադրել մեր տեղական իրավապահ գործընկերներին, տեղում իրավապահների միջև հաղորդակցություն բացեր կային, ասել է Ռոուն ճեպազրույցում։ Սխալներ թույլ տված աշխատակիցները պատասխանատվության կենթարկվեն ծառայության ներքին կանոնակարգին համապատասխան, հավելել է պաշտոնյան։ Եվրամիությունը Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին պատրաստ է կասեցնել առանց վիզայի ռեժիմն այդ երկրի հետ, որը Վրաստանի քաղաքացիներին իրավունք է տալիս ազատ ճանապարհորդել մայրցամաքով։ Պոլիտիկոյի հետ զրույցում Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է, որ բոլոր տարբերակները սեղանին են եւ եթե իշխող վրացական երազանք կուսակցությունը շարունակի իր ավտորիտար կուրսը, կկիրառվի վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր կասեցումը։ Նա հավելել է, որ դա կարվի, եթե Վրաստանում ժողովրդավարությունը շարունակի անկում գրանցել։ Եվրամիություն Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության եւ համապատասխան գործողությունների ծրագրի շրջանակներում Վրաստանը պարտավոր է համապատասխանել որոշակի չափանիշների, այդ թվում ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը եւ խտրականության կանխումը, ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը։